շատ մեծ ուրախություն էր մեր ակումբի համար եւ ամբողջ ազգի համար, որ նման հաղթանակ գրանցեցինք վերջապես, հուսանք այդ շարունակական կլինի, բայց կուզեի նշել, որ մեր մեծամասնությունը թիմի մեր հայ ֆուտբոլիստուհիներն են, որոնք ցույց տվեցին, որ մրցունակ են միջազգային ասպարեզում ելույթ ունենալու եւ պատրաստ են ազգային հավաքականին օգնեն ել ավելի լավ արդյունքներ գրանցեն։ Վերոնիկա Սատրյանը 18-րդ րոպեին ստացել էր վնասվածք, բայց ասում են, որ կարող շարունակեմ։ Վերջի րոպեներին ես իրան փոխեցի իր դիրքը, արջի եզր տեղափոխեցինք, ու գնդակը հենց եկավ ինձ մոտ, աուտ հելավ, իրան ցուցումներ տվեցի, ինչ պետք է անել, որ ամեն գնով պետք է հաղթանակ լինի հիմնական ժամանակում, եւ այդ ցուցումներից հետո 2 րոպե անց ինքը կատարեց այն ինչ որ հանձնարարած էր իրան, գոլ խփեց եւ հաղթանակ տոնեցինք։ Այն ինչ որ ցույց են տալի մեր տեստերը, այն ինչ որ ցույց են տալի մեր վերլուծությունները, կարծում եմ մեր ֆուտբոլիստները գերազանցում են այն ինչը ես պատկերացնում եմ։ Մենք լավ թիմ ունենք, ու կայուն շարժում ենք առաջ։ Արտակնախաղը Ուրարտուի դեմ մենք հաղթեցինք, գրեթե բոլոր օղակներում մենք շատ լավ տեսք ունենք, գերազանցում ենք Ուրարտուի խաղացողներին, կարծում եմ շատ լավ խաղը բոլորը հիշում են այդ խաղը։ Ամենակարևորը հենց հոգեբանական մասն է, որ շատ կարևոր է պահել լավ մթնոլորտ, ու մեծ աշխատանք ենք տանում այդ ուղղությամբ, նաև մեր ակումբի հոգեբանն ենք ներգրավում աշխատանքների մեջ, այս պայմանությամբ շատ լավ մթնոլորտ է, աշխատանքային, ամեն ինչ շատ լավ է ու տենց պետք է շարունակենք մինչև Չեմպիոնների լիգա։ Մեր թիմում կան ֆուտբոլիստներ, որոնք իրենց ցուցանիշներով բավականին բարձր մակարդակի ֆուտբոլիստներ են, նույնիսկ միջազգային ասպարեզում, բայց ոնց դուք ասացիք բացահայտում, կնշեի Լիլիթին Հակոբյան որպես ամենաերիտասարդ ֆուտբոլիստներից, որ շատ լավ է իրան դրսևորում, Սուսաննա Բադալյանին վերջի շրջանում բարձր գնահատականներ է ստանում, եւ ամենամեծ բացահայտումը Մարինե Կարապետյանն է, որը այդքան վնասվածքներից հետո հիմա հավաքել է շատ լավ մարզավիճակ, հիմնական կազմի խաղացող է ու կարծում եմ իր ելույթներով նույնիսկ ազգային հավաքականին կարող օգնի։ Մեր վերլուծական մասը շատ կարևոր է, վերլուծությունները շատ են անում, թե խաղերի, թե մարզումների, բոլոր մարզումները նկարահանվում են, նույնիսկ անհատական վերլուծություններ են անում բոլոր ֆազաներում, որ հստակ պատկերացում ունենան ինչ են կանելու Չեմպիոնների լիգայի խաղում, համար շատ եմ կարևորում վերլուծության մասը պատրաստվածության։ Նաև օգտագործում ենք GPS-ներ, որի արդյունքները, եթե համեմատենք հուլիս ամսվա ու հիմիկվա, համարյա 30% փոփոխություն կա, մենք մոտ 6 ֆուտբոլիստ ունենք, ով ցուցատալի GPS-ների показателներով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղացողներին մոտ արդյունքներ, դա շատ ուրախալի է։ Ես կնշեի ակումբի կողմից աջակցությունը կանանց թիմին, այն հնարավորությունները տալիս է, թե հավաքների հետ կապված, թե մարզումային process-ի, թե խաղերի հետ, եւ իհարկե մարզիչ, ես որպես մարզիչ շատ ավելի պատասխանատու եմ վերաբերվում այդ ամեն ինչին, ավելի պրոֆեսիոնալ մակարդակով ենք վերաբերվում եւ շատ լավ աշխատանք է այդ։ Եթե առանձնացնենք մեր թիմը, Փյունիկի աղջիկները, բավականին լավ մակարդակի վրա են ու միջազգային ասպարեզում հաստատ նույնպես լավ ելույթներ կունենանք։ Ինչ վերաբերվում է ընդհանուր առաջնության, իհարկե կուզեի, որ բոլոր ակումբները նման ուշադրություն դարձնեին կանանց թիմերին, ոնց որ Փյունիկն է դարձնում, նման դեպքում այլ ավելի մրցունակ առաջնություն կլիներ, դա կնպաստեր ընդհանուր պրոգրեսին։ Մեր աղջիկները, մեր ֆուտբոլիստները ամեն մարզման մոտիվացված են գալի, քանի որ իրանք հասկանում են իրենց պատասխանատվությունը, ինչ խաղեր է իրենց սպասվում, ամեն օր իրանք ուզում են լինեն ավելի ուժեղ, քան երեք, հենց իրենց մոտիվացիան ամեն օր դառնալ ավելի ուժեղ, քանի որ
մեծ պատասխանատվություն են տանում առաջիկա Չեմպիոնների լիգայի խաղերին։ Ամենակարևոր նպատակը, որ մեր աղջիկները իրենց ելույթներով կարողանան ոգևորեն փոքր աղջիկներին, իրենց սերունդը, որ իրենց հետևից գալիս է, եւ հնարավորինս միջազգային ասպարեզում լավ արդյունքներ գրանցեն, հնարավորինս երկար ճանապարհ ունենան, որ նույնպես մնացած ակումբները շահագրգռված լինեն, կանանց ֆուտբոլին մեծ ուշադրություն դարձնեն, այդ ամեն ինչը գիտակցելով մեր նպատակը շատ լավ ելույթներ ունենանք միջազգային ասպարեզում ու ամեն օր դրա վրա մեծ աշխատանք են տանում մեր ֆուտբոլիստները։